Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը երկու անգամ ընդդիմադիրներին անվանեց համբալ, ում էր ասում եւ արդյոք պետք է ներողություն չխնդրի այս հայտարարության համար, պարոն Սիմոնյան։ Ես կարծում եմ, որ ընդդիմադիրները պետք է ներողություն խնդրեն, որովհետեւ այդ ամեն ինչը ընդդիմադիրների գործունեության, այդ լեկտիության, պահվածքի հետևանք է, որովհետեւ անընդհատ, գիտեք ինչ, այդ աստիճանը դահլիճում դուք չեք զգում ինչ է կատարվում, տեսախցիկներով, վերևից շատ բան է երևում։ Այդ աստիճանը լարվածության անընդհատ բարձրանում, սկզբից սկսում են քեզ ընդհատել, երբ որ դու միտք ես ասում։ Հետո դրանից հետո սկսում են դույով խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են սուտ խոսալ, ակնհայտ սուտ խոսալ։ Հետո դրանից հետո սկսում են բղավել։ Հետո դրանից հետո սկսում են կոլեկտիվ ձևով բղավել։ Այդ լարվածությունը բերում հասցնում է նրան։ Ինձ ամենաշատ տարվող հարցը գիտեք, որն է, որ մարդկանց հետ շփվում եմ, ասում եմ, Ալեն ջան, ո՞նց ես դիմանում, ո՞նց է քո մերվերը դիմանում։ Ասենք դուք չեք պատկերացնում այդ լարվածությունը ինչ աստիճան է։ Ձեզ թվում է, այդպես եկան, ասենց կանոնեցին, ասեց մատոր ռեք, գնաց ու սկսում են իրար վրա կուրել։ Դա արդարացում է, պարոն Սիմոնյան, Պաշտոնյայի։ Դա արդարացում չի, բայց դա պետք է հասկանալի լինի յուրաքանչյուր մարդու համար եւ վարչապետն էլ ես էլ մնացած բոլորս մենք մարդ ենք, մսից արունից ենք, մարդ ենք եւ մենք էլ նյարդեր ունենք եւ համբերություն ունենք, ասենք ասում եմ այդ լեկտիվությունը, այդ երեսպաշտությունը, որ ասենք որ կողքիներով նստած, իրար կողք նստած, մեկը էս ինչն է արել, մեկը այն ինչով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, մեկը այն միսով է հայտնի, գալիս ասում են բռնեք դրանց, այդ գալիս է իսկ այդ վարչապետը ճիշտ էր ասում, այստեղն է հասնում։ Եթե իրենք, ինչպես դուք եք ասում, կոռուպցիոն տարբեր դրվագներով անցնում են կամ նախկինում ինչ-ինչ կոռուպցիոն գործարքների մեջ են եղել, դա արդյոք նշանակում է, որ իրենք չպետք է բարձրաձայնեն իշխանության կասկածների, կոռուպցիոն ինչ-որ դրվագների հետ կապված կասկածների մասին եւ դա արդյոք նշանակում է, որ վարչապետը պետք է այդպես ոչ մեկ չի ասում բարձրաձայնենք, ոչ մեկ դրա մասին չի ասում, այն բանը, որ իրանք այսօր բարձրաձայնում են, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանին է։ Այն բանը, որ դուք այդ հարցը ինձ այսօր տալիս եք, դա շնորհիվ Նիկոլ Փաշինյանին։ Ինչ է նշանակում։ Կարո՞ղ եմ վերջացնել։ Նրա որ խոսքի ազատությունը, մտքի ազատությունը, մարդկանց ազատ արտահայտվելու իրավունքը այսօր ամենաբարձրն է Հայաստանի Հանրապետության պատմության մեջ։ Սա ամենաբարձր աստիճանն է ու դա չի կարող ձեր կողմից մեկնաբանվել, որ իրենք պետք է չբարձրաձայնեն։ Երկրորդ ասպեկտը Այն, որ դուք ասում եք պետք է չբարձրաձայնվի, վարչապետերը դրան պատասխանեց։ Մի բան է հիմա, ասենք բռնենք ձեր, օրինակ չգիտեմ, ձեր կամ մյուսի լրատվամիջոցով մի հատ բան գրենք եւ գնանք այդ մարդկանց վերցնենք, տանենք, գցենք պատվալները եւ իրականացնենք բան։ Այդ տարբերակը բերելու է նոր Սերժ Սարգսյանական, Ռոբերտ Քոչարյանական ռեժիմի, երբ որ մարդկանց ուղղակի տանում գցում են, հա, մենք էլ ենք ուզում, մենք էլ ենք պատկերացնում, մենք էլ ենք տեսնում, մենք էլ ենք ասել, մենք էլ ենք հայտարարել, որ այդ մարդիկ արել են մեծ քանակով հանցագործություն, դրանք ընտրություն կեղծել է, մարդկանց գնդակարել է, մարդ են սպանել, մարտի 1-ին քաղաքական սպանություններ են տեղի ունեցել, գողություններ, պետական գույքը սեփականաշնորհել են, նվիրել են ուրիշ երկրների, ինչ ասես արել են, բայց եթե մենք այդ ամեն ինչը անենք ուղղակի վարչապետը կամ որևիցե այլ պաշտոնյա ասի սրան տարեք գցեք բանտը, մի տարի հետո մենք դառնալու ենք իրանք։ Դրա համար մեր խնդրումը հաճախ ասում են, որ իրավապահ մարմինների մասին, դատարանների մասին չենք խոսում։ Հիմա մենք երկու քարի արանք ենք։ Այսինքն դառնալ դեսպոտ եւ բռնապետ, բավարարելով այսօրեական ժողովրդի պահանջը, որ ասում են տարեք դատեք դրանց։ Բառացի ասում են տարեք դատեք դրանց։ Անունները տալով ասում են հերիք եղավ, ասում են տարեք դրանց գցեք բանը։ Խեր անցավ ընտրությունների մեր Քարոզարշավի հաջողված, որտեղ ընտրությունները հաղթեցինք։ Բանը երկաթե մանդատը։ Խի երկաթե մանդատ, խի այդ չագոճ, ինչի համար, ինչ որտեղից առաջացավ, ինչի, չգիտեմ, գնդակը չէր, չգիտեմ կամ որևիցե այլ բանը չէր։ Որովհետև ասում են մարդկանց տեղն է հասել։ Ու այդ մարդիկ ինչի ավելի շատ ստեղ է հասնում, որովհետև այդ մարդիկ գառների դեմքը բաները հակնում են, դիմակները հակնում են, գայլ լինելով, գալիս են նստում են ստեղ եւ ասում են, «Հաչիմացակ, տարան մարդուն 12 ժամ պահեցին, բասա անելու բանա, բայց իրա ձեռը միջև ստեղ արյան մեջ է, իրա ջեբ այն փողը, որով իրանք լրատվամիջոցներ են առնում, ոչ մի լրատվամիջոց նկատի չունեմ կոնկրետ, այն փողը, որոնք իրանք ծախսում են ընտրությունների եւ այս քաղաքական process-ի վրա, այդ ամեն ինչ այդ փողերը հոր տնից էին բերել,
հերների տնից էին բերել։ Ես ասում եմ եկել են ստեղից գողացել են, եկել են այս երկրից են գողացել, Հայաստանից են գողացել, քեզնից են գողացել, այս մարդկանցից են գողացել։ Գալիս ասում են, գիտեք ինչ, այս գործով հələ որ որևիցե մեկը հավաքված չի, հələ որ որևիցե մեկը արված չի, բա իհարկե պետք է պորտկես, պորտկումը առաջացնում, բա դու գիտես ինքը քո գնահատականով, ժողովրդի գնահատականով, ինչ որտեղ նաև քրեական գործեր կան, այո կան գործեր, որոնք շարունակվում են, ու այո ինչ որ մարդկանց հետևից գալու է, այս նույն դատախազը, գալու է, պատժվելու են այդ մարդիկ, ժամանակի խնդիր այն մարդկանց հետևից, ովքեր որ արել են այդ բաները, ովքեր զորք են մտցրել Երևան քաղաք, 2008 թվականին զորք են մտցրել եւ երևանցիներին ու հայաստանցիներին գնդակա արել են։ Դե 7 տարի լսեք։ Ես հասկանում եմ, որ բոլոր 7 տարի եք ասում, բոլորը ուզում են հիմա եւ միանգամից։ Ասում եմ, կա այդ ընտրությունը, դառնալ բռնապետ եւ անել այն, ինչ որ մենք անում ենք երկրի։ Մենք չենք կարող դա մեզ թույլ տալ, որտեղ մենք ունենք անվտանգային խնդիր։ Այդ որ Եվրոմիության դիտորդները գալու իրավաբան համակարգը ինչու 7 տարում դա չի արել, եթե դուք համարում եք, որ իրենք ապրես։ Դրա պատճառները շատ են։ Բոլոր ամբողջ կազմով բան են եղել հետքեր վերացնելով։ Շատ եմ մարտի մեկ ասում, որտեղ մասնակցել եմ այդ ամեն ինչին, փամփուշտներ վերացնելով, վաղեմության ժամկետների պատճառով, իրավապահ համակարգի միգուցե ծանրաբեռնվածության պատճառով, բայց ասում եմ դա չի փրկելու, նստելու են այդ մարդիկ եթալու են բանդ, ես հիմա վերացական եմ ասում, ինչ որ մեկին ես իրավունք չունեմ, տեսեք նորից քաղաքական գործչին տանում եք այն դաշտ, որ ինքը ասի Պողոս Պետրոսյանը գնալու է նստի, ես չեմ կարող այս բան ասել, ես դրա իրավունք ես կարամ քաղաքական գնահատական տամ, ես այդ քաղաքական գնահատականը տվել եմ միջև ընտրություններ, ես գնահատականը տվել եմ միջև հեղափոխությունը, դրա համար եմ ես հայտնվել ստեղ, որ մարդիկ ասում են իշխանության պատճառով եմ ես sense բան, այդ ո՞նց ստացվեց, այդ նույն Ռոբերտ Քոչարյանը ելնի, Սերժ Սարգսյանը ելնի, իրանց կողքի Մակլավիկները ելնեն, ես իրանց մասին միջև հեղափոխությունը չեմ ասել, բա ասել եմ, որ ես հայտնվել եմ Նիկոլի կողքը եւ հայտնվել եմ ես իշտեղ։ Ասածս հետեւյալն է։ Թող մնան իրենց չափի մեջ։ Կամ այդ ինչ խոսեն կոռուպցիայի մասին։ Խոսքը լինում է, դրա պատասխանը լինում է։ Դուք երեկվա նիստը չեք հետևել։ Այն հարցը, որը որ վերջինն էր եւ որից հետո տեղի ունեցավ։ Աննա Գրիգորյանի հարցը։ Եվս մի քանի անգամ տարբեր տեղերից այդ հարցին վարչապետը պատասխանում է։ Եվ վարչապետը նույնիսկ իր խոսքի մեջ ասում է դուք նախ սուտ եք ասում։ Երկրորդը ես ձեզ արդեն պատասխանել եմ, չեք լսում նիստը։ Եթե գնացեք գտեք այդ բանը։ Ինչն էր նկատի ուներ, որ ասում սուտ եք ասում, լսեք, ասում են հետո հասարակ գամ ստեղ եմ, չեմ գնացել, չեմ գնացել։ Դուք էլ չեք գնացել, չեք գնում, չէ, հետ գալու է մի անհանգստացի։ Ասում է տանում եք հարցերակ օրինակ, հարցը հեսա քեզել կնուն հարցազրույցը։ Չեպազրույց կնի հարցազրույց, գամ կոմոդ հատուկ հարցազրույց։ Տեսեք, ասում է ճանապարհների, բառացի, ճանապարհների գումարները մսխում եք, մի քանի անգամ նույն ճանապարհը սարքում եք։ Դուրս է գալի նախարարը, պատասխանում է, ասում է հարգելիս, այն ճանապարհը, որը որ չի, լավը չի, եւ որը որ վերանորոգվում պետությունը դրա համար փող չի տալիս։ Այսինքն պատրաստիչը սարքում է այդ ճանապարհը, գալիս է, պետությունը չի ընդունում, նույնը վերաբերում է մանկապարտեզին, նույնը վերաբերում է դպրոցին։ Անիֆը, պարսիմը։ Լսեք, ես իրավաբան այդ որևիցե քաղաքական մաս, ասում եք դա հայտարարություն է, բայց երկար ժամանակ է ոչ մի մեղադրյալ չկա։ Իսկ որտեղից դուք իմացաք Անիֆի մասին։ Ասեմ իմանա որտեղից իմացաք։ Բազմաթիվ լրատվամիջոցներ են։ Իսկ որտեղից այդ լրատվամիջոցները իմացան։ Կարող ուզում եք երկիրը փակ երկրի օրինակ բերեմ եւ Անիֆների եւ մնացածի մասին չիմանա։ Դուք գիտեք, որ 2018 թվականից հետո մենք ասենք չեմ կարող հիմա շատ բան ասել, հիմնարկներ են եղել, որ զավոդներ են ունեցել գտել են։ Զավոդ են գտել։ Ենթադրենք X կառույցը, չգիտեմ, նախարարությունը, քաղաքապետարանը, X քաղաքի ասֆալտի զավոդ է ունեցել։ Դրա մասին ձեր լրատվամիջոցները ոչ մեկ չի իմացել եւ չի գրել, բայց ո՞նց իմացա, որ դրա մասին է։ Կամ ինչ որ մեկը ասում է, որ այդ գործը հագվավ գնաց եւ այդ գործը որևիցե բան չի լինելու, դա մեր խնդրեմն է, այդ խնդրեմը ոնց որ մնացած մեր թիմի անդամները գնացին, իշխանական պատգամավորների վերջին բանը, գնացին նստեցին,
այն մարդիկ, ովքեր որ մեր թիմն են ներկայացրել եւ նման բան են արել, կամ մեր թիմը չեն ներկայացրել, գնալու են բանդ։ Խիետի մոտիկ բարեկամին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, այն մյուսին կտանեն կնստացնեն, ինչ որ մեկի մոտ կասկած կա, որ իրավապահները գործողություն են անում, մենք չենք թողնում, կամ ասում ենք ինչ որտեղ գործողություն եք արել, դրա մասին մի ասեք։ Երեխեք, հասկացեք, իրականությունը ուրիշ է։ Այն հին իրականությունը, որոնք իրանց լեզվան մտածելակերպը եւ միտքը կա, այդ չկա էլ, պրծել է, այդ իրանց տրամաբանությունն է։ Մի րոպե, հեսա նեղանալու գնա իմ ընկերն է, ես չեմ ուզում։ Պարոն Սուգունյան, երբ որ վարչապետը ուղիղ ասում է դու նստելու ես, դա քաղաքական դրամ է, թե իրավապահներին հատուկ ցուցում եք։ Երկրորդը դուք ասում եք, հիշեցնում եք մարտի 1-ի դեպքերը, դա իհարկե ձեր իշխանության քաղաքական կապիտալ է, դուք այն դրամորեք իշխանության, եթե սխալ եմ, կարող եք ուղղել, դա չփոխան։ Ոնց կարելի է այն փաստը, որ այսինքն այդ իշխանությունը Երևանի կենտրոնում դրել է 10 հոգի մարդա գնդակարել, տարբեր տեղից, հետևից, մեջքից, ամեն տեղից գնդակարել է, ու դա մեր քաղաքական կապիտալ է, վերջում է տարել են նստացրել է, ասենք հայլուրով ցույց էին տալիս, վառված կրակի մեջ ներարկիչներ էին գցել, շպրիցեր էին գցել, որ ստեղ նարկոմանները ու մենք դա դարձել ենք մեր քաղաքական կապիտալը։ Դա Սերժ Սարգսյանի, որ ասեց դուք մարտի 1-ից դասեր չեք քաղել եւ 10 անգամ ավելի շատ մարդ դուրս եկավ իրան ապտակ տալու, ասելու մի հատ լրադդ քաշի գնաց տեղից, հոգիներս կերար, այդ իրանց քաղաքական սևեջերն է, որ Ռոբերտ Քոչարյանի ժամանակահատվածում բանը գույքը պարտքի դիմաց տվեց ուրիշ երկրներին, գնաց Իրան, որ պետք է հիմա կսաղդ գալիս ասում եք, բա մեր գազատարը, բա մեր կախվածությունը, բա գները, բա այս, բա այն, բա գնացեք Իրանից գազ բերեք, տրանզիտ տրուբեն գնաց սարքեց ավելի պուճուր ծավալի բան, որը որ հետո Սերժ Սարգսյանը տարավ տվեց բանը հայրուս գազարտը վերջում տվեցին բանին, ամբողջությամբ այլ երկրին։ Չեմ ասում այդ այլ երկիրը վատն է, այդ այլ երկիրը շատ լավն է, ինքը իր շահերն է պաշտպանում։ Ու դա մեր քաղաքական կապիտալն է, սա դա իրանց ամոթն է, որ ասում ենք սենց են անում, սենց բաներ են անում։ Իշխանության ամոթը որն է, հայաթափված Արցախ։ Մեր իշխանության ամոթը հենա, որ մենք նախ այս մարդիկ հələ որոնք որ այսօր քաղաքական դաշտը թույլ չեն տալիս, որ ընդդիմություն ձևավորվի, իրանք դեռ բանտում չեն։ Այդ է մեր քաղաքական ամոթն է։ Մեր քաղաքական ամոթը այն է, որ մենք գալով 2018 թվականին իշխանության, մենք նույն տրամաբանության մեջ էինք ապրում եւ մտածում Ղարաբաղի հետ կապված եւ հավատում էինք եւ վստահում էինք այն նույն տրամաբանությանը, որը որ գոյություն ունեցել 30 տարի։ Այսինքն որ կզանգեն ռուսին ինքը պատերազմը կկանոնացնի եւ մենք կանանք ոչ մի բան չանենք Ղարաբաղի համար։ Մենք կանանք մեր գեներալները ախրանիկներով եւ տաներով մանգան։ Մենք կանանք ոչ մի բան չանենք, կզանգենք ռուսին, ռուսը կպահի այդ պատերազմը։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որովհետեւ մենք մտածում ենք, դե լավ, եթե այդ համակարգը գործել է, եկեք այդ համակարգին ձեռք տանք, փորձեցինք տնտեսությունը, բայց պատերազմը գցեցին մեր ջեբը ու գնացին, այո, ամոթ է, որ մենք թույլ տվեցինք, որ պատերազմը, այդ խապկանքը, այդ սուտը գցեցին մեր ջեբը ու իրանք թռան, որտեղ ես գիտեք ինչն եմ հիշում, ես դրա մասին գրել եմ։ Սերժ Սարգսյանին տանում են դատեն 2020 թվականի հունվարին, տանում են դատեն կոռուպցիան բանը մեգաֆոնը վերցնում, ասում է Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում։ Ինչ Արցախ, ես ասում եմ, ինչ է խոսում, ասում են, ես ինչի մասին եմ խոսում, իրանք կարել են Ղարաբաղի հարցով են դատում։ Իրանք շատ լավ գիտեին, իրանք ապրիլյան պատերազմի ժամանակ այդ ամեն ինչը գիտեին։ Այդ է մեր քաղաքական ամոթը, որ մենք նոր էինք ու չէինք պատկերացնում, որ այդ աստիճանի թշնամաբար կարելի է Հայաստանին վերաբերվել ու հայաժողովրդի վրա։ Այդ է մեր ամոթը։ Պարոն Սիմոնյան, ասում եք բռնապետ ոչ ենք դառնալու, բայց բազմաթիվ գործիչներ ասում են, որ Հայաստանը դառնում է բռնապետական երկիր։ Ու եթե հիշենք Նիկոլ Փաշինյանը երբ ընդդիմադիր գործիչ էր, ազգային ժողովում նրա ելույթները ավելի սուր էին։ Հարկելիս, այդ բազմաթիվ գործիչները, որ ասում են բռնապետական երկիր, իրանք միշտ դա ասել են, երբ որ Հայաստանի Հանրապետությունը մարդու իրավունքների աստիճանով ավելի բարձր լինի նույնիսկ ինչ որ Ֆրանսիան կամ Անգլիան է, իրանք դա միշտ ասել են։ Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհում
34-րդ տեղն է խոսքի ազատության։ Բռնապետական երկիրը եւ խոսքի ազատությունը անհամատեղելի է։ Իսկ քաղաքապետարանի դեպքը ինչի է դա։ Շատ վատ դեպք է, շատ վատ դեպք է։ Հանրապետություն քաղաքական հետևանք չկա դրան։ Դա ո՞նց է մարդիկ հավատալու, որ դուք դատապարտում եք։ Հարգելիս, դատապարտելը ո՞րն է, դա Հանրապետության կուսակցության հասցեատեր, գիտեք, հասցեատերով։ Բայց քաղաքապետի ենթակայության քաղաքապետի քաղաքապետն ասաց, որ իր ներկայացուցիչներն են վարչական շրջաններում։ Քաղաքապետը իր կարծիքը ասել է, ես 100 անգամ ասել եմ, մեր այդ վարչապետը ասել է։ Հետևանքը, լսեք, գիտեք ինչն է կարևոր։ Կարևորը որ այդ հետևանքը Հանրապետություն կուսակցությունը բանը գիտակցի։ Պետք է իրանք գիտակցեն, որ այդ հետևանքը լինելու է։ Այդ հետևանքը կարող է այդ րոպեին չլինի, մի ժամից չլինի, բայց իմ կարծիքով Հանրապետություն կուսակցությունը եթե հետևություն չարեց եւ իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, Հանրապետություն կուսակցությունը ինչպես մի 6 ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց եւ վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն է ստանալ։ Դրա հակառակն է ստանալ։ Դուք կողմ եք, այսինքն ՔՊ-ն ամեն դեպքում կարծում է, որ չպետք է պաշտոնավարի, բայց դա թողնում եք Հանրապետություն կուսակցության որոշման, ես ճիշտ եմ հասկանում։ Ճիշտ եք հասկանում։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը չպետք է չպաշտոնավարի։ Ես կարծում եմ, որ ինքը պետք է պատասխանատվություն վերցնի իր վրա եւ Հանրապետություն կուսակցությունը ինչ որ ասում է Արամ Սարգսյանը ճիշտ է ասում։ Ինչ որ պատճառաբանություն բերում է, ճիշտ է ասում։ Փորձում եք շահարկել տարբեր աշխարհակաղակական խաղեր, հա? Որ ասել ոչ է գնացել դա։ Լսեք, դա էլ է պատճառը, իհարկե դա էլ է պատճառը։ Ես թվում է դա պատճառ չի։ Լսեք, ամեն ինչ ինքը ճիշտ է ասում, հարցը դա չի, այսինքն այն բանը, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են ինչ-որ մարդիկ, ինչ-որ խումբ մարդիկ, ինչ-որ մարդիկ, որոնք ակնկալիքներ ունեն, որ իրանք իրենց անունը կդնեն բլոգեր, կեթան Մոսկվա կամ կեթան մեկ այլ երկրի մայրաքաղաք, կեթան ու կասեն մենք ձեր շահերը պաշտպանում ենք, մեզ միացած բուջուրիկ մեդալ տվեք եւ թուղթ տվեք, ակնհայտ է։ Հիմա մի րոպե, առաջարկը, այսօր առաջարկը բացվել է նոր ընտրությունների առաջարկների սեզոնը բացված է վաղուց։ Այն ինչ որ անում են դահլիճում, նաեւ մեր այսպես ասած գործընկերներ, դա նույնպես հաջորդ ցուցակներում հայտնվել։ Այն որ բերում են նամակներ են տալիս։ Դուք կարծում եք կվնասի Հանրապետության վարկանիշին սա։ Ես դա արդեն ասացի։ Ես այն որ բերում են նամակ են տալի։ Դա պարզ է, չէ՞ որ իրանք բոլորը հասկանում են, որ քաղաքացիական պայմանագիրը, որը որ սարի պես կանգնած է իր վարչապետի շուրջը, ասենք ինչ է 2021 թվականին պատերազմից հետո է քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվային քայլը չքանդվեց։ Հիմա իրանք այնպես լուրջ մտածում են, որ 18 հոգի մարդ բանաց։ Պարոն Սիմոնյան, այսինքն եթե նա հրապարակում կարճ ցուցադրեք, որ վերջին վարչության նիստում Հայկ Սարգսյանի հետ կապված է լուրջ խնդիր եղել, որ նա որոշ նախագծեր է բերում, ակնարկում է թիմակիցների այս կամ այն մասով որևէ այսպես կոռուպցիոն գործընթացների մեջ, այսպիսի դժգոհություններ եղել են Հայկ Սարգսյանի։ Որևիցե բան, ինչը որ քաղաքացիական պայմանագիր վարչության նիստից հետո հայտարարվել է ավել, ես ոչ իրավունք ունեմ ասելու, ոչ ճիշտ է։ Այն ինչ որ հայտարարվել է, դա ասվել է այն հայտարարության մեջ, որը եղել է նիստից հետո քաղաքացիական պայմանագիր խմբակցության մեջ մենք մշտապես բոլոր մամուլի մեջ գտած հարցերը մշտապես քննարկում են։ Մի րոպե շոտ սպանելիս։ Բոլոր իր վերած օրենքների Մշտապես բոլոր այն բաները, որոնք որ դուք ասում եք, որ դա չի քննարկվում, հետևանք չի ունենում, հետևանք ունեն ոչ միայն իրավական առումով, այլ նաև քաղաքական գնահատականի առումով եւ քաղաքական վերլուծության առումով։ Եվ այդ մենք ունենք ինքնաքննադատության օրեր եւ այլ եւ դա նաև վերաբերվել է ինքնաքննադատության օրերի։ Ձեզ կապվում է խաղաղության հետ կապված բիզնեսների հետ, բան։ Եվ ասում են Հայկ Սարգսյանի հետ դուք թիրախավորում եք դրա հետ։ Սխալ եմ։ Պարոն Սիմոնյան, իդեպ հարցազրույցս էր ամսինին տնայք, դրա այդ հարցին եմ վերադառնում։ Պարոն Սիմոնյան, երբ որ դուք ասում եք ձեր թիմներ դատապարտում եք այդ քաղաքապետարանի դեպքը եւ ասում եք, որ ձեր կարծիքով այո պետք է պաշտոնավարումը դադարեցնի Հանրապետություն կուսակցությունների թիմը։ Ես իմ կարծիքն եմ։ Ես հասկացա, բայց սա արդյոք նշանակում է, որ քաղաքապետը նրան ազատելու կաշկանդվածություն ունի, որ կոալիցիան չփլուզվի։ Եթե չեմ սխալվում, պարոն Սարգսյանը արդեն հայտարարել է, որ նույնիսկ եթե նման որոշում կայացնի, կոալիցիան չի փլուզվելու եւ ինքը չի սատարելու
այն ուժերին, որոնց ինքը համարում է ռուսամետ եւ տարբեր տեղից դրական։ Ըստ ձեր հարցը, կարծում եմ պատասխանը կա այդ հայտարարությունում։ Բայց դեպքում ինչու չազատի աշխատանքից, պարոն Սիմոն։ Համապետ էլ ասել են կարծեմ Ալեքսա Սեբաստիանը ասել են որ հսկայական կարող է։ Պաշտոնը վայր դնել է եւ կոալիցիան բաժանել է դա տարբեր բաներ են մեկ, երկրորդը դա որևիցե կերպ չի նշանակում եւ չի կարող նշանակել որ դա քաղաքապետին ինչ-որ ձևով սպառնում է։ Ես չեմ կարծում որ Հանրապետություն կուսակցությունը սկսելու է իրեն նման հակառակ կուսակցության հետ որևիցե ձևով համագործակցել եւ նման մտավախություն չկա, ոչ գիտեք ինչ իրանք մեր գործընկերներն են, մենք իրանք հարկալից ենք վերաբերվում եւ ինչպես ես ասացի, պարոն Սարգսյանի բոլոր ասած հիմնավորումները ես համարում եմ ճիշտ եւ տեղին, բայց դուք ինչ թողեցիք ես ավարտել։ Միևնույն ժամանակ քաղաքական պատասխանատվություն վերցնելու բան է պետք, համարձակություն է պետք։ Եվ այդ համարձակությունը եթե իրենք դրսևորեն, նույն Տիգրան Տեր-Մարգարյանը դրսևորի, պարոն Սարգսյանը դրսևորի, ես վստահ եմ, որ դա միայն Եվրոպամետ ազատ մտքի ազատության ճատագով ուժի միայն դրական բան կբերի հաջորդ ընտրություններին։ Իսկ ինչու Տիգրան Ավինյանը չի ազատում Իսկ ինչու Տիգրան Ավինյանը չի ազատում քաղաքապետին։ Ես չգիտեմ ինչի չեն ուղարկում, դա իմ տիրույթում չէ որոշում։ Չգիտեմ, ես ձեզ ասեմ, ես կարծում եմ, որ վարչապետի մասնակցությունը պայմանավորված է միայն եւ միայն այն հարգանքի գրքով, որ մենք վետերաններն ենք, ես էլ եմ միջնորդ, մենք հատ այդ մահացել են մարդիկ 80 տարի անց էր, ես նույնիսկ ինչ-որ մարդկանց իմ այսպես ոչ թե միջոցներով իմ մի խոսքով իմ հնարավորությունով մենք մարդ ենք ուղարկել, մեր պատգամավորներից էլ են մարդ գնացել։ Մենք չենք կարող այդ մարդկանց արածը ուրանանք, նես չի որ ենթադրենք ինչ-որ այլ շքերթական, այլ տեղ ինչ-որ բան ա եղել, մենք հրավեր ա եղել, մենք չենք գնացել։ Եվ կարծում եմ վարչապետի մասնակցությունը ներողություն համար բոլոր Պարոն Սիմոնյան, որոշ լրատվականներ գրում են, որ ՔՊԻ վարչապետի վարկանիշը պատմականացնում է եւ դրան զուգահեռ բարձրանում է Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ Ինչպես կմեկնաբանեք։ Լավ է։ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշի հետ մասին խոսելիս միշտ պետք է հիշել, որ Ռոբերտ Քոչարյանը նախագահական բացարձակ իշխանություն ունենալու ժամանակ չի կարողացել երբևիցե իր մրցակիցներին նորեկ մրցակիցներին քաղաքական դաշտում հաղթի։ Դա խապկանք է, թող իրանք ցույց տան, այո, կարող է վարչապետը մեր վարկանիշը, վարչապետի վարկանիշը, իմ վարկանիշը տատանումներ ապրի եւ ընդհանրապես բոլոր գործող իշխանությունների վարկանիշները, որոնք որ գործ են անում, այլ ոչ թե փորձում են ինչ-որ մեկին հաջողանան եւ պոպուլիզմով զբաղվել, այո, իջնում բարձրանում է, բայց ես ներողություն եմ խնդրում, նորից եմ ասում, չի մի համարեք, որ սա ինչ-որ իրականություն է, որը ցանկալի իրականություն է, ես վստահ եմ միանշանակ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը հաջորդ ընտրություններին, չեմ կարծում նաև, որ մենք դաշինքով են գնալու, դա իմ վստահ կարծիքն է, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը 1 տարի հետո Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ խոսելու է եւ ստանալու է 50+1 ձայներ։ Միանձնյա ամենայն հավանականությամբ կազմելու է իշխանություն եւ շարունակելու են բարեփոխումները, որը որ Հայաստանի Հանրապետությանը պետք է։ Այն ինչ որ մենք արել ենք Հայաստանի Հանրապետության դրական, որ չընդհատես կիմանաս, որ չընդհատեք։ Նախ Ռոբերտ Քոչարյանը այդ հարցում մեզ, նախ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը մեզ կօգնեն այդ հարցում, ինչպես նաեւ Արտուր Վանեցյանները եւ մնացած նման մարդիկ, հենց իրանք մտնեն եթեր, մեր վարկանիշը կսկսի բարձրանալ։ Եթե դրան միանան Վազգեն Մանուկյանները եւ Բագրատ Սրբազանները, վարկանիշը եւս 5 սանդղակով կավելանա։ Իսկ եթե իրենք բոլորով սկսեն տենց բաներ անել, ես կարծում եմ մենք կարանք ուղղակի տանից դուրս չգանք։ Այդ մեկ, մեր ընդդիմախոս ամենամեծ մենք ենք։ Մենք։ Չէ, հիմա որ Մի հատ երկրորդն ասեմ, հեսա կասեմ, բոլոր հարցերին պատասխանը նորից եմ։ Երկրորդը, այն աշխատանքները, այն գործը, որը որ մենք արել ենք, այն ամեն ինչ, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, որը որ մենք միգուցե մի քիչ վատ ենք ներկայացնում, տանելու ենք մարդկանց ներկայացնենք եւ վարչապետի շփումը, մեր շփումը Հայաստանի Հանրապետության ժողովրդի հետ քարոզարշավի ընթացքում
շրջադարձային փոփոխություններ է տալու ընտրությունների արդյունքները։ Ես դրա մեջ վարկյան կասկած չունեմ։ Մենք հիմա ասում դուք այդքան վատ բաներ եք գրում, ասում դուք չէ՞, ընդհանրապես ասում, գրում ասում չէ։ Ես ամեն օր ոդկով իջնում։ Ես 3 նիստից հետո ոդկով եմ իջել, դրանից մի օր առաջ իջել եմ, 5-6 անգամ նկարվել եմ, մարդկանց հետ զրուցել եմ, դրսից եկած մարդկանց հետ, Երևանում ապրող մարդկանց հետ։ Ժողովուրդ, այս Facebook-յան իրականությունից դուրս կա իրականություն, որտեղ իմաստուն հայ մարդը գիտի, որ A ինքը նախնիների վերադարձը երբեք չի ցանկանում, երբեք թույլ չի տա։ B ինքը հասկանում է, որ այնուամենայնիվ, հա, այսօրվա իշխանությունը սխալվում է, ճիշտ է ասում, բայց այսօրվա իշխանության տերը ինքն է, ինքը կարողանալու է գնա փոխել։ Երրորդը, այսօրվա պես հասանելի իշխանություն Հայաստանի Հանրապետություն երբեք չի եղել, չի լինելու, շոր բարձր չհամատեսան։ Չեմ խոսում։ Եվ չի լինելու։ Էլ չեմ ասում, այն փոփոխությունները, որ մենք արել ենք, այն հարկային փոփոխություն։ Ժողովուրդ, այսօր բիզնեսմեն կա, որ իմ անվտանգության աշխատակցի կամ վարչապետի աշխատակցի ղեկավարի անունը կամ հեռախոսի համար ունի, որ ինչ-որ զանգի հարց լուծի, կամ իր հարկայինի պետի համար ունի, որ զանգի իր հարկայինի հարցը լուծի։ Ժողովուրդ, ուզում եք ասեք, այդ ամեն ինչը մարդը չգիտի ու չի գնահատում։ Շատ լավ հարցեր կանանք։ Կարելի հարցեր, ստոպ, չէ, բան հարցնում։ Մենք ով է հիմնական ընդդիմախոս։ Չէ, 21 թվի ձեր խաղաքարտ, այսպես ասած, խաղաղության պայմանագիրներ, խաղաղություն է։ 21 թվի որոշիչները պատերազմի Մուրճներ 21-ին, հա, հասկացա, բայց նաև խաղաղության գործընթաց, այսքան խաղաղություն բերելու։ Հիմա եթե 26 թվին ամեն դեպքում Ալիևիչը համաձայնություն ասում այդ խաղաղության պայմանագիրը, ո՞րն է գնելու ձեր իրական Հայաստան։ Նախ ես ձեր հետ չեմ համաձայնվի 21 թվականի ընտրությունների արդյունքի հետ կապված։ 21 թվականի ընտրությունների արդյունքները հետևյալի մասին են։ Առաջինը Ռոբերտ Քոչարյանի փառահեղ միտինգներ Հանրապետության հրապարակում, երբ որ մարդիկ տեսան այդ մարդկանց ու հասկացան, որ ալարել չկա, հասկացան, որ իրանք պետքա կանգնեցնեն այդ մղձավանջը, այդ պետականության կորուստը, որը Հանրապետության հրապարակում հավաքվել էր եւ սպիտակ վերնաշապիկներով փորձում էր, ասում եմ, գայլերը, այդ բաները, գարան դեմքերը հակած, փորձում են մարդկանց հավաքել։ Մեկ, ասում եք պետականության կորուստ։ Հիմա օկուպացիոն տարածքներից խոսում, թե առաջացել։ Ասենք օկուպացիոն տարածքներն Արցախի մասին չեք խոսում։ Մեր տարածքների մասին չպատասխանեմ ո՞նց։ Չպատասխանեք։ Գիտես որ պետականության կորուստ է, որ Ռոբերտ Քոչարյանը գալու էր Հայաստանի Հանրապետությունը տաներ միացնել Ռուսաստան, Բելարուս միությանը եւ հայտարարել, որ Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի առևտուրը ավելի շատ է, քան թե Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Այո, այսինքն Հայաստանի Հանրապետությունը իր շահը չպետք է հետապնդեր եւ Ռուսաստանից Հայաստան պետք է փող չբերեր, այո, պետք է Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանից էլ փող բերենք լցնենք, Ամերիկայից էլ, Ֆրանսիայից էլ բոլոր հնարավորությունները պետք է օգտագործենք, բայց միևնույն ժամանակ կոնյակի գործարանը, Արմենթելը, ռուս գազի տրուբը չպետք է տանենք տանք ուրիշին եւ ասենք դե քեզ նվեր 250 միլիոն դոլարի համար։ Էտա, այսինքն ձեր խնդիրը նա որ մենք Ռուսաստանից փող ենք բերել, તો Ռուսաստանից է պետք է փող բերենք, ամեն տեղից է պետք է բերենք ու աշխատացնենք մեր երկրի համար, լավ ենք կարել։ Այսինքն որ իրանց ասում եք դուք մեզ քցեցիք, իրանց ասում ենք մեզ թողեցիք մենակ թշնամու հետ։ Այդ որ իրանց ասում ենք, իրանց դուրները չի գալիս, որ ասում եմ հիբրիդային պատերազմը դուրները չի գալիս, թող միացնեն իրանց հերոստալիքները, այն մանկուրտ բառը փառահեղ բառը, այն մանկուրտները հայկական ազգանուններով, որ ասում են, դե եթե Հայաստանը հետ հարաբերությունները Ռուսաստանի հետ չունենա, Ռուսաստանը կտխրի, Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենա։ Այն դեպուտատները իրանց, որոնց որ մուտքը Հայաստանի Հանրապետություն փակա, որ հոխորտում են Հայաստանի Հանրապետության վարչապետի անունն են տալի, իմ անունն են տալիս, որոնք ընտրված են։ Արա, այդ երկրի ընտրված իշխանությունն է։ Դուք գնացեք ձեր բանի մեջ ապրեք, ձեր տրամաբանության մեջ ապրեք, մեր երկրի ղեկավարի հետ ինչ գործ ունեք, մեր երկրի ղեկավարը դուրները չի գա, մեր ժողովրդի դուրս կգան 2026 թվականին ընտրությունների միջոցով կփոխեն նոր դուք տենց բան կարա կանեք։ Բայց ինչը 22-ը լավ էր Մի անվանեք իրան տենց, մի անվանեք։ Ինքը իրան անվանում է, ինքը շատ ծանր է տարել, ինքը շատ ծանր է տարել այդ իմ արտահայտությունը։ Հերոտրաբանությունը փոխվել է, դուք մեր մեկ առաջինակ նորից Ես մեր լինելու չլինելու խնդիր չունեմ։ Կա Հայաստանի Հանրապետության շահ։ Ես ռուսական իրականությունը լավ եմ ճանաչում։ Ես
ուսած լեզու, գրականությունը, պատմությունը տիրապետում եմ հաճախ ավելի լավ, քան իմ մասին բան խոսացող ռուս գործընկերները։ Ես հարգանքով եմ մոտենում ռուս ժողովրդին, մեծ հարգանքով, իմ մեծ ազգ է, ուժեղ ազգ է, բայց իմ ազգը ու այն մնացած բոլորը ես իմ հավասար ցանկալիքերը չեմ դնում։ Երբ որ ինձ նեղացնում են, իմ ազգին նեղացնում են, ես այդ դրա համար եմ ստեղ կա ժողովուրդ, ես պետք է իմ ժողովրդին պաշտպանեմ ու թքած թե ինքը վաղը ինձ չի սիրի, մյուսը ինձ չի սիրի, մյուսը իմ մասին վատ բան կասի, կամ իմ գլխին մի բան կսարքեն, ինձ մեկ է դա, հասկանում եք, որովհետև եթե ինձ մեկ չի լինի, ուրեմն ես մարիոնետ եմ, ուրեմն ես եմ ռուսական շպիոն, այլ ոչ թե իմ ասած մարդը, ուրեմն ես պետք է տամ ինձ դուդուկի տակ պարեմ, ես այդ բանը չեմ անելու, ու նաև ես եմ տանելու տամ հայ ժողովրդին ընտրություններից առաջ, այս դրա մասին եմ գնալու խոսամ։ Բայց այդ փոքր ադրբեջանցիներ ասում են սահմանադրություն փոխեք, անկախության Կարեն, անեց ուրախ եմ որ դու ստեղ ես ու անդիմադիր լրագրողից եմ Հաճիկովը ռուսները, բայց երբ չեմ ասում ռուսները, ասում եմ հայերը գնում են ինչ-որ ծառների, դա ինչի մասին։ Մենք 2021 թվականից 2021 թվականը ասեցի 2020 թվականից սկսած պատերազմից սկսած ընդդիմադիր բոլոր գործընկերների եւ հերոստատիկները խոսում են դրա մասին որ մենք հեսա երկրորդ պատերազմը հավելանալու երրորդ պատերազմը գնալու որ Հայաստանի իրական իշխանությունը կորցնելու է եւ Հայաստանի Հանրապետությունը վերանալու է բոլորը դրա մասին ասում են բանակցողը պետք է փոխվի որտեվ բանակցողը չի կարող գնա բանակցել բանակցողը գնաց ձեր ասած տրամաբանությամբ ստացավ հակառակորդ երկրի կողմից որը քանակապես եւ ռազմականորեն ավելի ուժեղ իրավիճակում է գտնվում եւ մեջքին կանգնած է առնվազն երկու գերպետություն մեկը Թուրքիան մեկը Պակիստանը գնաց իր հետ ֆիքսեց իր սահմանը ֆիքսեց սահմանը, այն ֆիքսել նշանակում է, որ այն մարդը, որը պոտենցիալ կարա հարձակվի քո տարածքի վրա, ասում է ես ընդունում եմ, որ Վրաստանի ես կետից, մինչև Պարսկաստանի ես կետ, քո սահմանն է, այսինքն ինքը ասում է եղբայր վերջ ընդունում եմ, այսինքն ես չեմ հարձակվելու, առնվազն ես իմ համար ու քո համար եւ աշխարհի համար ֆիքսում եմ, եկակ ստեղ գնացիք զիջումներին, այդ սահմանազատումը, բանը տավուշը հանուն հայրենիքի, այսինքն գնացեք սահման ենք ֆիքսել պոտենցիալ մեր վրա հարձակվող երկրի հետ, ասել է հա այդ քո սահմանն է, ժողովրդին վեկալ եկել էիք Հայաստանի Հանրապետության հրապարակ, որ այդ իշխանությունը, որը որ իր վրա պոտենցիալ հարձակվող ուժին զսպել է, իշխանությունից զրկեք ու ասեիք, որ այդ սահմանը ֆիքսելը վատ է, այդ մեկ, երկրորդը, այն մարդը, ում դուք ասում եք չի կանալու բանակցի, 17 կետի շուրջա բանակցել, 17 կետա, թող դե լավ էլի, սահմանազատման թուղթնել էիք ասում չի ստորագրել, հետո ալիևը ստորագրեց, ասիք վայ ստորագրեց։ Հիմա 17, դա որ համաձայնեցրել է, քաղաքական եւ դիվանագիտական գործընթացը տենց մի անգամից sense պետք է արվի, սկզբից 5 կետ էր Ադրբեջանը առաջարկում, այդ 5 կետը դարավ 7, 7-ը դարավ 10, 13 անգամ մենք այդ թուղթը ասենք իրանք է ժամավաճառությամբ են, հա, ադրբեջանցիք զբաղվում, բան գործ չունեն, տանկերի մատորները անջատել էին եւ ասում են, եկեք մի հատ թուղթ քննարկենք, որը մենք չենք ստորագրի։ Հիմա եկել հասել ենք մի կետի, որտեղ 17 կետ ենք ֆիքսել։ Իդեպ նորից առիթ օգտագործելով 17 կետը Հայաստանի Հանրապետության անկախության մասին է, Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության մասին է։ Այն ձեր ասած տեղերի մասին է, որտեղ իրանք են մտել, ու նաև այն տեղերի մասին է, որտեղ մենք էլ ենք առաջ ինչ-որ տեղ սահմանում։ Այն որ տարբեր տեղեր, էլ 90-ականներից սկսած, այդ գիծը, այս կոմենքում, այդ սահմանագծման եւ սահմանազատման հանձնաժողովը հայա շտկում, տեղ չկա, որ մենք Ադրբեջանի, ասենք մի սանտիմետրով մտել ենք Ադրբեջանի տարածքը։ Կա հարց կա, լավ էլի Կարմիր ջան, որ ստորագրեց ինչ ես ասելու, բայց ստորագրեց, բայց այդ օրը չէր շփվում։ Արի ես ամենը չեմ ասում։ Պարոն դուք 2020 թվականի փոխպատում մանդատի համար գնացիք քաղաքացիներից խնդրեցիք քվե, ստացած քվեները հիմա վարչապետը 3 ազգային ժողովում հայտարարում է, որ գնում ենք ներկայացնել, ինչպես նշեցիք, կգնան կներկայացնենք մեր հարց աշխատանքները, ասում գնում են ներկայացնում, ասում են դպրոց մանկապարտեզ ենք սարքի, ասում են լմից էլի մի րոպե, Բաքոչյանն ու Սեժիխին նստած չեն։ Հիմա այդ հարցը 2020 թվականին ինչպես է պատասխանում մարդկանց, իրանք ինչքան են ներկայացնել դպրոցը, ասում են լմից էլի
Քոչյան, Սարգսյանը։ Հետաքրքիր չէ, որ ամենադժվար հարցը տալիս է ոչ ընդդիմադիր, դուք ընդդիմադիր չեք, չէ՞, ինչքան ոչ ընդդիմադիր, խոսքի ազատությունը, այս կուսակցականն է ամենադժվար հարցը տալիս, դա բարդ է, դա իրոք բարդ է եւ այն որ մենք անընդհատ եւ վարչապետ անընդհատ ներկայացնում է հատիկ առ հատիկ տրամաբանության մեջ հետ բերված գումարները եւ հետ բերված գույքը Հայաստանի Հանրապետության, դա դրա վառ օրինակն է, իսկ ինչ վերաբերում է ինչի Ռոբերտ Քոչյանը միջև այդ պահը նստած չի կամ նստած չի ելնիսը, դա իրավապահների դաշտում է, ես այդ հարցին սկզբում պատասխանեցի, ես համար դժվար է եւ ոչ թե դժվար անթույլատրելի է զանգել Հայաստանի Հանրապետության դատախազին, ասել Ռոբերտ Քոչյանը պետք է 4 ժամ հետո բանտում լինի, շատ ցանկալի է, շատ ցանկալի, ոչ միայն իր հետ կապված, այլ շատ տարբեր մարդկանց հետ կապված, ով մարտագյուլ է Հայաստանի Հանրապետության Երևանի կենտրոնում, որ վզների սպանեն գցեն պատվանելու, բայց ասում եմ, ես հրեշին սպանող դառնում եմ հրեշ, մենք այդ հրեշին խեղճացրել ենք, մենք այդ հրեշին քշել ենք, մցրել ենք իր բունը, մենք այդ հրեշին իր բնի մեջ պահելու ենք այնքան ժամանակ, մինչև ինքը իր պատիժը ստանա, ու ինքը իր պատիժը ստանա։ Խնդիրը մի հատ սահմանից պատիժը